Ողջույն, սիրելի քույրեր, եղբայրներ։ Ես էլ եմ ուրախ էստեղից ձեզ տեսնելով։ Մանավանդ Մարիամին, եկեք ծափ արեք, ասեմ Մարիամ ջան, մենք շատ ուրախ ենք, որ դու մեզ հետ միասին ես։ Ամեն անգամ հիշի, ես ոչ միայն քո հորտուտը, այլ ես էլ քո հորտուտը։ Այնպես որ արխային ասա, գնում եմ հորստուտ, այդպես հերանցստուտ։ Դե սիրելիներս, այսօր լավ խոսեցին, շատ խոսեցին եղբայրները։ Այսօրվա խոսքի վերնագիրն եմ ուզում ասել, ովքեր պատրաստված են, գրիչով, թղթով պատրաստվեք գրենք։ Ինչպես հաղթել կյանքի դժվարություններին, մի քիչ այդ մասին կխոսենք։ Իմաստնությամբ ասում աղարանը։ Այո, առանց Տիրոջ իմաստնության չեն կարող ոչ մի բան էլ անել, ասեք, որը տենց է։ Գեդեոնի եւ Հեսուի մասին եմ խոսալու, ովքեր չեն կարդացել Գեդեոնի մասին, չգիտեն ով է Հեսուն, խնդրում եմ այս ամբողջ շաբաթվա մեջ եւ Գեդեոնի գիրքը կարդացեք, Մելանքուր ջան, հաստարարի թող Գեդեոն եւ Հեսուի գիրքը կարդան։ Սա հաղթանակը ոչ թե քո ուժով, այլ հաղթանակը հրաշքով։ Եթե դու կարծում ես, թե քո ուժերով կհաղթես, ես մի քանի պունկտ եմ հանել իրանց կյանքից, թե ինչպես իրանք հաղթեցին։ Առաջինը, երբ որ Գեդեոնը չարչարվում էր իր գործերի մեջ, խոտ էր քաղում, պաշտպանում էր իր ցորենը, որ չգան թշնամիները չհարձակեն։ Դու էլ պաշտպանում ես քո տունը, քո կյանքը, քո մտքերը, ծանրություններից, հոգսերից, պատկերացրու դու ամեն օր պատերազմի մեջ ես, տենց է թե չէ, դուրս ես գալիս քո տնից պատերազմա, դաժե տունն ես նստած պատերազմա, քո մտքի պատերազմն է գնում։ Եվ ստեղ հրեշտակը եկավ Գեդեոնի մոտ, ասեց, ով զորավոր, դու հաղթելու ես, ես քեզ տալու եմ, Տիրոջից ուղարկված եմ, որ քեզ տամ զորություն եւ դու հաղթես։ Գեդեոնն ասեց, չեմ հավատում։ Ասեց, դե որ տենց է, դու Աստծուց ես, սպասի ստեղ, գնամ տուն, քեզ համար զոհ բերեմ։ Չգնաս։ Սպասեց հրեշտակը, Գեդեոնը գնաց, ուլը մորթեց, բերեց զոհ։ Հրեշտակը կրակի ծայրով կպավ եւ ողջակեզ եղավ։ Իր աշկի առաջ։ Հաջորդը ինչ արեց Գեդեոնը, հավատաց, որ Աստված է իրան ասում։ Այսօր ուզում եմ կենտրոնանաս ու հավատաս, որ Աստված քեզ ասում է, դու հաղթող ես։ Հիմա ինչքան էլ թույլ ես, ինչքան էլ տկար ես, ինչքան էլ դժվար է քեզ ասել, ընդունել Գեդեոնի պես, խնդրում եմ, ասա, ես հաղթող եմ։ Դե տեսնանք։ Գեդեոնը կասկածեց, առաջինը ինչ արեց, կասկածները, պետք է կարողանաս վերացնես այդ կասկածները, եթե Տերը քեզ ասում է, ուրեմն դու հաղթող ես, դու հաղթող ես, դու կարաս բոլոր տղաները այսօր անցել են, թողել են սիգարետ, թողել են մեղք, թողել են խմիչք, թողել են ամեն բան, ոնց ես թողել, դու հաղթող ես, քեզ զորացնող, ուրիշ ձևով հաղթող չես։ Գեդեոնը մի բան էլ արեց, քանդեց կուրքերը, առաջի բանը, որ պետք է անես, քանդես կուրքերը։ Բայց դժվար էր կուրքերը քանդել, սիրելիները, սաղ ազգը, այդ կուրքին պաշտում է, դո հենց ինքն էլ է պաշտում այդ կուրքին, ինքն էլ չի կարում քանդի այդ կուրքը, որպիսի այդ վախը հաղթահարի, ինչ արեց, գիտեք, երբ քանդեց, Տիգրա չես կարդացել այդ մասը, գիշերն է քանդում, կարդացել եմ, բայց չեմ հիշում, ասում դիպլոմ ունես, ունեմ եմ, բայց կորցրել եմ։ Գիշերը գնաց քանդեց կուրքը, ժողովուրդը արթնացան առավոտը, տեսան կուրքը չկա, ով է քանդել կուրքը։ Կուրքը այս իրավիճակում մեր վախերն են։ Դուք գիտեք այնքան կուրքեր կան։ Այս իրավիճակում մեր գործն է, մեր փողն է, մեկի համար ծնունդներն են, քեֆերն են, եսի մինչ հետի, մեր կուրքն է, ծնողներն են, մաման է, պապան է, այս ասեց, են ասեց, ամեն ինչ, որ մարդուն պահի իրա կուրքի բանի մեջ, այդ իրա կուրքն, ասում ես, տղա ջան, ուր ես, ես քեֆի եմ եթում, ինձ կանչել են ես իշտեղը, մի խանգարի Անահիտ նորից,
մի խանգարի, ես կբացատրեմ կուրքը իջա։ Ես տեղ եմ որ բացատրեմ, եթե չէ արի ստեղ միկրոֆոնը տամ քեզ։ Ուրեմն մի խանգարի ինձ։ Ասեմ ձեզ, վախի կուրքը, դու չմտածես վախը հենց այս բանը։ Վախը դա կուրք է, դա մարդու թվում է, չէ, քեզ ցավացնում է, բայց դա բռնել է մարդուն, թույլ չի տալի Գեդեոնի իրավիճակում վախը կուրք էր։ Չէր կարում հավատա, որ ես կարամ, ես չեմ կարա, մարդը իրան վրա մտածում է, ես չեմ կարա, այդ կուրքը իրան ստիպում է, որ խեղդի իրան։ Չմտածես դու չունես տես կուրքեր։ Թե մտածում ես ես կուրք չունեմ, այդպես մի հատ անեկդոտ կա, ասում է, ինչից ես վախենում, 3 հոգի նստած են մեկին ասում է, ինչից ես վախում, ասում է, դե ես օձից եմ վախենում։ Այն մեկն ասում է, «Էտո օձն ինչ հայմար, փետով կտած կսատկի»։ Այն մեկն ասում է, «Դու ինչից ես»։ Ասում է, «Ես ատամնաբուժից եմ վախենում»։ Ասում է, «Հենց տեսնում եմ», ասում է, «Ուշքս գնում է»։ Մինչև զարթնում եմ, այդ 4-ին ատամուս չկա, չեմ կարող կարգին խոսամ։ Այն մյուսն ասում է, «Ես մթությունից եմ վախենում»։ Ասում է, «Այմար, դե ասում է, մուտներ դեկան ատամնաբուժ կա»։ Գիտես, ամենքը իրանց վախերն ունեն, ամենքը իրանց կուրքերն ունեն, ու այդ ավելի դժվար է այդ կուրքը քանդել, ավելի հեշտ է ենթարկվել այդ կուրքին, քան թե քանդել այդ կուրքը։ Ու մարդը այդպես էլ մնում է իր ամեն անգամ պարտված վիճակի մեջ։ Եթե դու չքանդես քո կուրքը, դու երբեք չես կարող հաղթել, ինչ պատերազմ ուզում է լինի, քեզ թվում է, ես փոքր եմ, ես քիչ եմ, քանի հոգի եմ։ Ասեմ քեզ, դատավորաց բացեք իրար հետ մի հատ տեղ բացեն կարդանք, դատավորաց 6:25-26-ը։ Դատավորաց դրել ես արդեն։ Այդ գիշեր Տերը նրան ասաց, արդու քո հոր Արարտ եզն առ 7 տարեկան երկրորդ եզը եւ քանդիր քո հոր պատկանող բահաղի կուրքը։ Տեսեք, հայրն էր սարքե, ուրիշ մարդ չէր սարքե։ Երբեմն մեր ծնողներից, հայրերից փոխանցված կուրքեր գոյություն ունեն։ Մեր պապը սենց արել է, մենք արել ենք, դու էլ պետքա անես։ Այդ նշանակում է քեզ մտցրել են դրա մեջ։ Դու էլ չես ուզում անես, բայց Տերն ասում է, հենց այդ պետքա քանդես։ Հենց այդ պետքա հանես, հենց այդ վախը պետքա հանես։ Բա որ քանդեն, ինձ ինչ կասեն։ Գիտես հետո ինչ արեցին, հետո եկան եւ իրան ասեցին, ով է քանդել։ Ասեց, ես եմ քանդել։ Ասեցին, քեզ պետք է սպանենք։ Ասեցին, չեք դուք սպանում։ Այդ որ քանդել եմ, թող ինձ այս գիշեր ինքը սպանի։ Եթե առավոտը ես սաղ մնամ, ուրեմն էլ դուք մի սպանեք ինձ կսպանի։ Եթե առավոտը ես կենթանի չմնամ, կենթանի մնամ, ուրեմն այդ սուտ կուրքա։ Ինչ է կարծում, ինչ եղավ, առավոտ ինքը կենթանի մնաց եւ հավաքեց զորքը, ժողովուրդը ասեցին, ուրեմն Աստված է քեզ ասել։ Սկսում է իր մոտ գալ վստահությունը։ Սիրելիս, երբ որ Աստված ասում է ու դու այդ բանը հանում ես քո կյանքից, մեղքա, եսիմինչա, կուրքա, ցանկությունա հանում ես, քո մոտ գալիս է վստահությունը քո վրա, չէ՞, որ այդ Տերն ասեց քեզ, ու այդ կլինի քեզ հետ, դու կհաղթես այդ իրավիճակը։ Հավաքվեցին 32,000 մարդ, ասեցին գնում ենք, կռվենք, հերիքա բոլա ինքը մեզ հաղթի, գնում ենք կռիվ։ Գալիս է մի պահ, որ դու պետքա որոշում կայացնես, դա կռիվն է, հոգևոր պատերազմն է։ Կռիվ տաս այդ կուրքի դեմ եւ հաղթես այդ կուրքը, եւ հաղթես քո վախերին, որ գնաս թշնամու հետ կռվես։ Գնացին կռիվ։ Մենք
բանում մի հատ երգ ունեն, գնում ենք կռիվ, աղբերս ու ես, ու գնում ենք կռիվ։ Հիմա Գեդեոնը հավաքեց իր 23,000 զորքը, գնաց 130,000 զորքի դեմ, դուք պատկերացնեք այդ թիվը։ Ու Աստված կանգնացնում է, ասում է, սպասի, էս էլ չի քո կռիվը, էս իմ կռիվն է, դու պետք է հասկանաս, որ քո կռվի մեջ, ինչքան դու փոքր ես, ինչքան դու նեղված ես, ինչքան դու չես կարա հաղթես, դա քո ուժերից շատ վեր է։ Եթե դու կանգնել ես Տիրոջ կողքին, Տիրոջ խոսքը լսել ես ու Տերն էլ կանգնել է քո կողքին, այդ արդեն քո կռիվը չի։ Հասան ջրի մոտ եւ Տերը ինչ է ասում։ Հիմա ուշադիր նայի, ովքեր կկռանան եւ լակելով կխմեն ջուրը, նրանց կառանձնացնես։ Ովքեր ձեռով կխմեն գետից ջուրը, նրանց կճամփես տուն։ Արմինե, գիտես քանի հոգի լակելով խմեց։ Շամպես լակելով խմեց։ Քանի հոգի։ Չգիտի։ Մարիամ, գիտես քանի հոգի խմեց։ Ամոթ ես։ Գոնե այդ պտի սաղը անգիր իմանաք։ Գեդեոնը հաղթեց ընդամենը 300 հոգով։ 23,000-ից 300 հոգի կռացան, ասպա իրանց զենքերը չթողեցին, բաց չթողեցին, բռնեցին, կռացան ու շամպես լակելով խմեցին, մնացածը ձեռով, զենքերը դրեցին, ձեռով խմեցին։ Ու Աստված ասեց, այն մնացածին ճամփի թող գնա դու։ Պատկերացնես, առանց հետ էլ քո ուժերը քիչ է, առանց հետ էլ օգնող չունես, առանց հետ էլ մարդ չկա, ու հանկարծ դու մերկուսին էլ գործից հանում ես, ասում ես գնացեք ձեր գործերին, ինձ մի խանգարեք, այսպես ասած, ավելի լավ է քեզ խանգարող չլինի, քան թե շատ մարդ լինի իբրև օգնող, բայց իրանք օգնող չեն, խանգարող են քեզ։ Աստված գիտի, ավելի լավ է այս մարդը քո կողքից, թող քո հարազատն լինի, կապ չունի, նա կարա խանգարողը լինի։ Շատ քիչ են ըլնում, հենց հարազատները քո մոտ չի ստացվում, քո հետ ինչ գործնա, քո բանը չի, թող հետի։ Ու ամեն ձևի հետ են քաշում քեզ բերեն, որ խանգարեն քո նպատակին, քո այդ պատերազմին, որի մեջ դու մտել ես, հաղթես այդ պատերազմը, սիրելիս։ Ես այսօր մի քանի մարդու կոնկրետ խոսք եմ ասում, Տիրոջից մի քանի մարդու, սաղից չեմ ասում, դա էլ ասեմ իմացեք։ Մի քանիս իրանց մտքերով անջատված ես ին որտեղ եմ։ Բայց մի քանի մարդու կոնկրետ իր կյանքի համար հաղթական խոսք եմ ասում։ 300 զինվորով Գեդեոնը մտավ եւ Տերը ասեց. տարօրինակ մի հատ բան, գիշերը կմտնես, գիշերը կգնաս, գիշերը, այսինքն պետք է լինի, գիշերն էլ պետք է վեր կենաս, աղոթք անես։ Ես հիմա սաղ մտքերը փոխաբերական եմ ասելու։ Գիշերը Գեդեոնին ասեց, վեր կկենաս, կգնաս թշնամու զորքի մեջ կմտնես ու կլսես, ես ընդեր, ես թշնամու բերանով քեզ բան եմ ասելու։ Գիտեք ինչքան է եղել, իմ մասին ես լսել եմ ուրիշից, հաճախ վատ բաներ եմ լսել, բայց հաճախ զարմանալի բաներ եմ լսել։ Ոստի համար գործ չունենք, բանակում եմ շատ լսել, գործ չունենք, վտանգավոր ասում, իր հետ գործ ունեցել կարող է մի բան լինի։ Գեդեոնը գնում է մտնում է թշնամու բանակ, հենց այդպես բանը լսում, ասում է, չես ասի, երազիս մեջ մի հատ գաթա եկավ, մի կտոր հաց, գաթա եկավ, խփեց մեր զորքին, գաթան ինչ է, փոքր մի բան, ասում է, մեր զորքը վախից մենք մեռանք, ասում է, ով էտում գաթան էր, ասում է, Գեդեոնի սուրը և իրա զորքը, նստել են վրանի կողքը, Գեդեոնը և իրա հետի մի հոգին լսում են թշնամին ինչ է խոսում իրա մասին, հասկանում ես, սիրելիս, հարգելիս, հիմա քեզ կոնկրետ խոսք եմ ասում, թշնամին, որ չի ուզում թողնել քո գործի մեջ, քո կյանքի մեջ հաղթանակ ունենաս, տեսնալով քո հաղթական, վճռական որոշումը, դա որոշում է, որ դու կայացնում ես մի անգամից, ասում ես, ես այդ որոշումից հետ չեմ կանգնելու։
Ես գնում եմ առաջ ու ես ունեմ Տեր ու ես ունեմ Աստված։ Դու կլսես թշնամին քո մասին ինչ կասի։ Թշնամին կասի նա հզոր մեկն է, ես գործ չունեմ դրանից, ես վախենում եմ այդ որ կանգնում է աղոթքի։ Լսում ես, մեկը կասի ամեն։ Թող ամենքը չասի ամեն, լսեք։ Այս կոնկրետ բան եմ ասում։ Ես ասում եմ մարդուն, ով որ պատերազմի, մեջական պատրաստվում է մտնի այդ պատերազմի մեջ։ Ես այսօր քեզ քաջալերում եմ մտնես քո պատերազմի մեջ, չվախենաս, չմտնես քո բունը, չմտնես քո թփի տակ, չասես ես չեմ կարա, ես փոքր եմ, Աստված զորքեր չտվեց իրան, զենքեր չտվեց իրան։ Ասում է կուժերը կվերցնե կուժերը։ Կուժն ի՞նչ է։ Անարդ սուրը հասկացանք սրով են գնում կռիվ, Արմինե ջան, բայց ով է տեսել դու կուժով գնաս կռիվ։ Հարևանի հետ պատկերացեք Արմինեն կռվում է, օրինակ եմ ասում Արմինե ջան։ Այն մտնում է մի հատ դանակ պատարակաղ է վերցնում, Արմինեն են մտնում է ծաղիկներ մի հատ էլ բուլկի է վերցնում, ո՞նց է ձեզ համար օրինակ։ Դե վերջը Կուժը պատկերացնում ես կժերով հարցակվում են այդ 130,000 մարդու վրա, զորքի վրա։ Ինչ է կատարվում գիշերը Տիգրան եղբայր։ Հա, կարդացել ես չես հիշում։ Լավ։ Ասում է, այն մեկի սուրը մտցրեց իր ընկերոջ փորը։ Դու պատկերացնում ես։ Կոտորվեց 120,000 մարդ։ Ճանապարհին մի հատ բան էլ պատմեմ։ Ճանապարհին, երբ որ հետ են գալիս հաղթանակած, այն կողքի քաղաքների թագավորները վախեցած, այս 300 հոգին էս ինչ արեցին։ Բայց նրանց երկու թագավորները փախնում են։ Ճանապարհին գալիս են մտնում են իրանց եղբայրների, հրյաների տարածք, ասենք թե Վայոց ձոր, հա, մտնում են այնտեղ ասում են սոված ենք, մենք մեռնում ենք, մի գյուղ են մտնում, ասենք թե Արենի գյուղը, մտնում են ասում են սոված ենք, մեզ հաց կտակ 300 հոգի մարդ են, հավաքվում են բոլոր ծերերը, ասում են, ինչ է դուք հաղթեցիք, որ հաց տանք ձեզ, բա իրաց թագավորները խի փախան, ուրա դրանց թագավորների գլուխները բերեք, հաց չեն տալիս ուտել, պատկերացնում ես, իրանք պաշտպանել են իրանց հարազատներին, բայց նրանք չեն օգնում, կլնեն մարդիկ քո կյանքում, ուզում եմ ասել, որ չեն օգնի քեզ, քո կողքին կլնեն, բայց չեն օգնի քեզ, հիշի։ Հույսդ իրանց վրա էլ չդնես։ Մտնում են հաջորդ գյուղը, ընդեղ էլ չեն օգնում, ընդեղ հաց չեն տալիս ուտել, դուք պատկերացնում եք։ Սոված կռվից հետո եկել են, հաց չեն տալիս ուտելու։ Գեդեոնն ասում է, որ ես իրանց հաղթեցի, եկա, ձեր հարցերը կլուծեմ ասում։ Ձեզ սաղ ծերերիդ հավաքել եմ, տանեմ տկլորացնեմ, ինչքան փուշ ու տատաս կա, արդեմ սաղ զորքով ձեզ ծեծեմ։ Մտնում են հաջորդ գյուղն էլ չի անում։ Ասում է գալու եմ ձեր աշտարակը, որ այդ սիրուն բաշտյա եք սարքել, չէ, քանդելու եմ այդ սաղ։ Գիտեք ինչ է ալնում։ Հաղթում այդ երկու թագավորի բռնում է գլուխները կտրում բերում է։ Այս սրանց սաղ ծերերին տանում ծեծել է տալիս, նրանց աշտարակը քանդում եւ ոչ մի մարդ չի թողում այդտեղ։ Հիշիր մի բան, Աստված զորացնում է մարդուն։ Աստվածը զորություն տալիս քեզ, ոչ թե դու ես քեզանով, քո փողով, քո, ես չգիտեմ, քո ունեցվածքի վրա չես հույսը դնում, ասես ես իմ ուժով կհաղթեմ, դու քո ուժով չես հաղթի։ Դու ունենց բանով կհաղթես, որ զարմանալի է, որ ծիծաղելի է։ Մի քանիսը ծիծաղեցին, Արմինե որ ծաղիկներով է գնում կռվի։ Գիտես ինչ կա, եթե դու Տերը ասում է ծաղիկներով գնա, ծաղիկներով գնա։ Եթե Տերը ասում է ներելով գնա, հասկանում ես ինչ եմ ասում, փոխաբերական միտք եմ ասում, եթե Տերն ասում է դու պետքա ներես, դու պետք է հնազանդվես, դու պետք է հեզ լինես, դու պետք է խոնարհվես, դրանք պատերազմական գործիքներ եմ քեզ ասում։ Ինչ արեց Հեսուն,
Հեսուն ինչ արեց։ Եկավ կանգնեց Պարիսպի մոտ, մի անառակ կնոջ մոտ ուղարկեց երկու իրա ռազմեցիկներին։ Նրանք եկան, տեսան, ամեն ինչ հասկացան, հետ եկան պատմեցին եւ այս կինը, այդ անառակ կինը իր երկու զինվորներին պահեց, չդավաճանեց եւ Հեսուն ասեց, այս Պարիսպը, այս քաղաքը, Երիքովը Աստված տվել է ինձ, տվել է մեր ժողովրդին։ Եվ մենք հաղթելու ենք այս Երիքովը։ Երիքովի Պարիսպները, որ դուք իմանաք, ամենաբարձրն են եղել այդ տարածաշրջանում, պատկերացնում ես։ Եվ Աստված ասում է, 7 օր կվերցնեք, ինչ կվերցնեք, պատերազմական գործիք, հələ սրա պատերազմական գործիքները տես։ Շեփորները, թմբուկները կվերցնեք, ասում է, կուժերը կվերցնեք, 7 օր, ասում է, կպտտվեք, 7 օր, մի օր էլ չի, էլի հասկանում ես, հետի մարդիկ կարան ասեն, անորմալ ես դու այ մարդ, ես ինչ ես ասում։ Հələ կողքի մարդկանց լսի, որտեղ մարդիկ էլ չեն կարում հավատան, եթե դու հալավ, դու Աստծո հետ խոսացել ես, բա կողքինները, քո տնեցիները կարող է չհասկանան նույնիսկ քեզ, հասկանում ես ինչ եմ ասում։ 7 օր ասում է, այդ Պարիսպի կողքերը կպտտվեց, պետքա պրոստը հնազանդվել Տիրոջը։ Իրանք չեն եկել զորքով, զորքը ներսում է, մարդկանց բոյը 4 մետր էր ասում, նրանց հաղթել չէր ելնի։ Պտտվում են եւ գալիս են Տերն ասում է 7-րդ օրը ինչքան թմբուկ ունեք կխփեք, ինչքան փող ունեք կփչեք, այդ կուժերները կտակ կջարդեք։ Այ քեզ կռիվ։ Տալիս ջարդում է, փշրվում է, սաղ Պարիսպները փլվում է, պատկերացնում ես, Պարիսպները փլվում է, սաղ մարդիկ մնում են տակը։ Ասում է հիմա ինչ կա չկա, սրանց ոսկին եղած չեղածը կհավաքեք կբերեք Տիրոջ տուն։ Հասկանում ես, կա ժամանակ քո կյանքում, որ Տերը թույլ է տալիս հաղթանակ, բայց այդ հաղթանակը կարող է քո համար տարօրինակ թվա։ Վախը, տեսեք, վախը կարա փոքր բաներից այդ վախը կանգնացնի քո ամեն տեսակի ընթացքը։ Վախը գա, ես քեզ ասեմ, ամենաբան ոնց ասեմ, սատանայի ամենաուժեղ գործիքներից մեկն է, վախը, հիշեք։ Ամեն ինչը կանգնացնողը կյանքում վախն է։ Ծուլությունը, վախը, թուլացնելու մարդու ասում է, վեր կաց ով զորավոր, Տերը քեզ ասում է, վեր կաց ով զորավոր։ Տերը քեզ նայում է որպես զորավոր։ Մենք ենք նայում սատանայի աշկերով, իսկ սատանան ասում է, քնի այ վախկոտ, քնի այ թույլ, քնի այ ծույլ, գործ չունես, բա որ մի բան անես չանես, քեզ ինչ կասեն մարդիկ։ Մարդկանց վախի ճնշման տակ է մարդուն դնում, որ մարդ գործ չանի։ Սիրելիս գնա ու գործդ սկսիր։ Գնա առանց վախենալու քո գործը սկսիր։ Մի վախեցի, որտեղ Տերը քեզ հետ է, Տերը քեզ պաշտպանելու է, Տերը քեզ զորություն է տալու։ Ամեն մելանքույր հայտնություն է ստանում։ Այո, Գեդեոնը վախենում էր, բայց գիշերով կործանեց, գնաց, գիշերը կործանեց։ Վեկած գիշերը աղոտ կարա, գիշերվա աղոտքը կարա կործանի քո շատ կուրքերը։ Կուրքերդ մի բռնի պահի։ Մի ասա, այն տարին արին չստացվեց, այս անգամ արին չստացվեց, այս անգամ արին մի անգամ էլ կանես, Տիրոջով կանես, Տերը կասի, սենց արա, սենց կանես, անենց արա, անենց կանես, կստացվի։ Ինչպես Տիգրան եղբայրը պատմեց, Տերը քո առաջից սարերը կպարկացնի եւ դու կգաս այսպես վրայով, կանցնես կգնաս։ Ու ոչ մի թշնամու ձեռել չես ընկնի։ Հիշի, Հեսուի զենքը ոչ մի բան էր, զենք չէր։ Քո զենքն էլ Տիրոջով քո աղոթքներն է, քո խոնարհություն, նորից եմ ասում, գրի դրանք, աղոթք, խոնարհություն, հեզություն, անենց զենքեր են, որ
Ընդհանրապես այս աշխարհը չի օգտագործում։ Հիշեք Նատաշայի պատմությունը, քանի անգամ ասում եմ ձեզ։ Ինչ էր, ես կարայի պատասխանեմ իրան իր ձևով, բայց իմ զենքը ուրիշ էր։ Իմ զենքը ամեն օր ասեմ. «Здравствуй, Նատաշա»։ Սիրով, ուրախությամբ, այդ էր իմ զենքը, այդ էր։ Բայց դրա մեջ կար ներում, դրա մեջ կար սեր, դրա մեջ կար քաղցրույթ, ինչքան կար, այմար, դե հիմա ինչքան կար, էլի, ինչքան էլ չկար, վերջը։ Ինչքան կարող ես այդքան ներելով, ինչքան կարող ես այդքան սիրելով, պայքարիր ու այդ ամրոցը, քո առաջ կանգնած ամրոցը կքանդվի, բեկը թողասի կքանդվի։ Այո։ Մի վստահիր ինքդ քեզ, ես էլ շատ կարևոր տեղ եմ գրել, որ ինքդ քեզ չվստահես։ Քեզ գցես Տիրոջ ոտերի առաջ, քեզ գցես Տիրոջ առաջ ու վստահես Տիրոջը։ Հայո, մեկի կյանքում կարող լինի գրել եմ հենց ներողությունը, ներողամտությունը, այո, քո զենքը կարող լինի ներողամտությունը եւ դու տարի, ժամ առ ժամ, օր, եսի մի քանի տարիներ ներողամտորեն մոտենաս այդ հարցին, ներելով, սիրելով, մի գեղեցիկ օր այդ պարիսպը կքանդվի։ Եթե չքանդվի, ես ձեզ բան եմ ասում, Տերը ընես կքանդի։ Տերը ընես պարիսպները քանդում, սիրելիներս, բայց մեկը պետքա պայքարի, մեկը պետքա զենք վերցնի։ Հիմա ուզում եմ գամ Դավիթին։ Ուզում եմ Դավիթին գամ ու բացենք իմ մոտ չգիտես ինչի չի բացում։ Լավ, բացենք Առաջի թագավորս 17:44 Դավիթը հաղթեց Տիրոջ զորությամբ, այդ ձեր մոտ կգրեք 44-ից մինչև մի քանի խոսք Եվ ասում է Դավիթը դուրս եկավ 17-րդ գլուխ 44-րդ խոսքից Եվ ասում է Դավիթը դուրս եկավ Իսկ ինձ մոտ եկավ ես քո մարմինը կտամ երկնքի թռչուններին եւ երկրի գազաններին շարունակի Դավիթն ասաց այլազգուն դու ինձ վրա ես հարձակվում սրով գեղարդով եւ վահանով իսկ ես քեզ վրա եմ հարձակվում հաջորդը մեր Տեր քեզ այսօր իմ ձեռքը կտա մեր Տերը քեզ այսօր իմ ձեռքը կտա կմատնի եւ ես կսպանեմ քեզ եւ քո գլուխը կկտրեմ քո լեշն էլ այլազգիների բանակներին կուղարկեմ վերջը ասում է ես էլ քեզ դեմ դուրս կգամ ինձ զորացնող Տիրոջով Սիրելիս Դավիթը ուրիշ բան չուներ նա 4 մետրանոց էր Դավիթն էլ ասում է կարճ կոլոտներ դուք ավելի զորավոր եք ասում է որովհետև քո ուժով չես անելու այլ Տիրոջ զորությամբ մի հատ քարոզիչ ասում է երբ որ Դավիթը այդ բանը գցեց քարը գցեց ասում է Աստվածը մի քիչ բրտեց ասում նրա ճակատին ու մտավ ճակատի մեջ էլի հասկանում ես հո Դավիթը այդքան ուժ չուներ Աստված մի քիչ մատով ասում է բրտեց Դավիթը տապալվեց հասկացի քո գողյատները կտապալվեն դու եղի են Դավիթը որ քարը մենակ շպրտես մի վախեցի քարը շպրտես ասեմ քեզ այսքան զորք էր կանգնած ինչի մեկը դուրս չէր գալի քար գցել վախենում էին բայց պետք էր մեկը դուրս գար քարը գցեր բայց Տիրոջ անունով դուրս գար հասկանում եք շատերը կարողա չկարողանա վախը հաղթահարեն նորից ու նորից վախը կանգնացնում է շատ բաներ վախը կանգնացնում է հավատքը վախը կանգնացնում է ամեն մի քայլ ամեն մի օր դու պետքա հաղթահարես վախը ամեն թող ոչ մեկը չա ես անվախ եմ ես սենց եմ ես նենց եմ հավատացեք ինձ հաճախ եմ ասում ես այս բանը
Ես երբեք ոչ մի խոսք չեմ քարոզի, չեմ ասի, եթե անձամբ ապրած չլնեմ էդի, եթե անձամբ ապրելուց չլնեմ էդի, ամեն օր ես վեր եմ կենում ու հաղթահարում եմ իմ վախերը։ Միգուցե առաջի անգամ եմ սենց բարձրաձայնում, բայց ամեն օր ու տեսնելով իմ հնարավորությունը, տեսնելով իմ ունեցածը, տեսնելով իմ ամեն ինչ որ ես ունեմ, ու տեսնելով այն գործը, որ իմ առաջ կանգնած է, ես չգիտեմ, ինձ մենակ անհրաժեշտ է այս հավատքը։ Ուրիշ ոչ մի բան ինձ պետք չի, այս հավատքն է պետք, որ ես ամեն օր կանգնեմ ու ասեմ, Տեր, դու ես սկսել, ես պրոստը եկել ստեղ կանգնել եմ, եկել եմ ստեղ կանգնել եմ քո դաշտի մեջ, ես եմ զինվորներից եկել Սավելը, կողքիս օգնականը, երկուսով, մեկ էլ գալիս են ուրիշ զորավորները, մեկ էլ գալիս են, մեկ էլ տեսար Վիտյան Քշեց եկավ, Տիգրանն եկավ, Արևշատն եկավ, գալիս են, Տերը բերում է, Տերն է բերում, Արամը եկող չի է, ոչ էլ Վիտյանն է եկող, հլա Տերը մերկու չտա դրանք եկողը չէ, ես էլ հետները, ես էլ առող չեմ, եթե Տերը չբորբոքի, չդնի քո սրտում ցանկությունը, հաղթանակի, պատերազմի այդ բերկրանքը, հաղթանակի բերկրանքը, տեսնալու նպատակը ինչի համար ես այս անում եմ։ Հովհաննես 6:38 Տես ինչ է ասում ստեղ, 6:38-ում Հիսուսը ինչ է ասում։ Հիսուսն էլ իրա, բերեք մինչև այդ մի հատ ուրիշ տեղ էլ կարդանք, Ելից 17 խոսքը մոռացել եմ։ Մելան քուր կհիշացնես այս խոսքը Մովսեսի ձեռքերի Ելից 17:12 հələ բացի խնդրում եմ Դավիթ ջան։ Ասում է, երբ որ զորքը կռվում էր, ասում է, Մովսեսը ձեռքերը բարձրացած աղոթում էր։ Ես միշտ ասում եմ, այս դեմը բերում կայնացնում եմ եղբայրներին ու ես ուշադիր նայում եմ, սրանք ձեռքերը ոնց են աղոթում։ Հետաքրքիր է, ոնց են աղոթում։ Չեք նայում դուք։ Լավ ասես չեն անում։ Այսպես չեն անում, լավ ասես չեն կայնում։ Արա, դուք որ կանգնում եք, եղբայրներ ջան, Մովսեսից սովորեք, էլի։ Ասմա ձեռքերը վեր բարձրացեք, սուրբ ձեռքեր, բոլորիդ է վերաբեր, հիմա եղբայրներին չեմ ասում, թող նրանք չամաչեն, ձեզ եմ ասում, ձեր ձեռքերը վեր բարձրացրեք, սուրբ ձեռքեր վեր բարձրացրեք, աղոթեք։ Մովսեսն ասում է ձեռքերը հոգնում, ահա թևերդ հոգնում, հա որ բարձրացնես մի քիչ։ Օրերով ձեռը չեր իջացնում, օրերով մի ժամ չի, 2 ժամ չի, ասում հոգնում էր ձեռերը, իջնում էր, հենց իջնում էր, պարտվում էր, այդ գիտես ինչն է պարտությունը, այդ աղոթքդ որ թուլանում է, ձեռքերդ իջնում է, ֆիզիկապես ճնշում ես, հոգնում ես, թուլանում ես, էլ չես կարողանում, պետք են 2 օգնական, պետք են գոնե 2 հոգի, որ ձեռերդ բարձրացնեն, դրա համար ասում է խոսքը 2 եւ 3 հոգի իմ անունով թող հավաքվեն, մեկն աղոթի, մեկն էլ ձեռը բարձրացնի, մեկն էլ կողքից կայնի պատժերշկա, աղոթքի պատժերշկա անի, մեկը աղոթում է, սա ջուրը առած բերանները կա, աղոթի, դու էլ աղոթի, սա եկեղեցին պետք է աղոթի, մեկը որ առաջնորդում է աղոթքը, մնացածը պետք է զորքի պես հետևից գնան։ Մովսեսը ձեռերը թուլացնում էր, կոտորվում էին, ժողովուրդը պարտվում էր, հենց ձեռերը բարձրանում էր, հաղթում էին։ Դրա համար Ահարոնը եւ օրը կանգնած էին, Մովսեսի ձեռքերը կանգնած պահում էին։ Բերեք այդ օրինակն այն, դա կանգնի ստեղ Տիգրան ջան, հլվեք ասկային տեսնանք, հələ ոնց է անում։ Դուք էլ արի արամ եղբայր, դու էլ արի։ Ահարոն եղբայր, քո անունն է վերջի վերջո Ահարովեք աստեղից է։ Ձեռքերը բարձրացրու ասում է, աղոթի ժողովրդի համար Տիգրան եղբայր, մի քիչ կանգնի որ հոգնես ասում է։
Չէ, տես չի լի։ Պահեք, լավ, 2 րոպե պահեք ձեռները մի քիչ, թող սես կանգնի, ես կքարոզեմ մի քիչ։ Վերջը։ Այսպես, այս սենց իրավիճակ ա եղել, պատկերացնում ես, ինչքան պետք է հոգնած լինի, որ չի կարողանում էլ թևերը պահի։ Հենց այս սենցա պետք աղոթել, հենց այս սենցա պետք եկեղեցում կանգնել, հենց այս սենցա պետք զորք կազմել, այն ինչ որ կա, գնալ, հաղթել, ջախջախել, գրավել, վերցնել քո հոգևոր բերկրանքները վայելել։ Մեկը պետք է աղոթի, եթե մեկը կռիվ է անում այնտեղ, մեկն էլ պետք է աղոթի։ Մեռամասելով եղբայրներ, աղոթեք, ես այնտեղ շինարարության մեջ եմ, կռիվ եմ անում։ Աղոթեք, գոնե աղոթքով կանգնեք։ Բարձացրեք ձեր ձեռքերը, բարձացրեք ձեր հավատքը, որպեսզի կարողանաս աղոթես, պետք է հավատաս էլ, որ աղոթես, չէ՞։ Բա գիտես հեշտ է, վախերը հաղթահարել ու աղոթել։ Հա? Ապրես Տիգրան եղբայր, դու շատ ուժեղ աղոթեցիր մեզ համար։ Հովհաննես 6:38, եւ այստեղ Հիսուսն է ասում։ Ինչ է ասում։ Ասում է, ես եկա ոչ թե իմ կամքը կատարեմ։ Հիսուսը ստեղ ասում է, ես եկա ոչ թե իմ կամքը կատարեմ։ Հիմա ես քեզ եմ հարցնում, դու ինչի եկար այս աշխարհ։ Հələ մի հատ քեզ հարցնում, ինքդ քեզ, ուրիշ ոչ մեկին։ Հիսուսն ասաց, ես եկա ոչ թե իմ կամքը կատարեմ, այլ ում կամքը կատարեմ։ Հորդ կամքը, հորս կամքը կատարեմ։ Այսօր լավ խոսած տղաս, հոր կամքը կատարելու մասին։ Ինձ որպես հայր շատ հաճելի է լսել, բայց որ մեկ չի կատարում, չէ՞։ Չբռնեմ հիշացնեմ, ինչ էր խոսում ընդդեմ։ Հիսուսն ասում է, ես եկա ոչ թե իմ կամքը կատարեմ, շատ ժամանակ քո կամքը վախի թելադրանքն է, հիշիր։ Այսօր այս քարոզը կարելի է վերնագրել վախի դեմ պայքար։ Վախի դեմ պայքար, վախի դեմ հաղթանակ։ Ինչ ասում է այստեղ։ Որովհետև ես երկնքից իջա ոչ թե իմ կամքը կատարելու համար, այլ կամքը նրա, որ ինձ ուղարկեց, հաջորդը։ Այս է կամքը իմ հոր, որ ինձ ուղարկողից բոլոր, որ ինձ ուղարկեց բոլոր նրանք ում հայտնի ինձ, հայրն ինձ է տվել, նրանց ոչ մեկին չկորցնեմ, այլ վերջին օրը, կիսատ է գրում ստեղ, հարություն տա, վերջին օրը հարություն տա, չի գրել այդ վերջի բառերը քրի գրած չի, վերջի օրը գրված է ձեր մոտ, վերջի օրը հարություն տամ, Տիրոջ կամքը որն է, որ քեզ վստահված մարդկանց տանես ուր, հրկության տանես, սիրելիս, էս է Տիրոջ կամքը կատարելը, քանի ընկել ես քո մտքերի հետևից, քո գործերի հետևից, քո ես չգիտեմ ինչերի հետևից, Հիսուսն ասում է, ես եկա հորս կամքը կատարեմ, Հեսուն վերկացավ, պատերազմ արեց, պայքարեց, պարիսպներ կործանեց, դու ոչ մի բանով պակասը չես Հեսուից, կասես նա ուժեղ էր, ոչ վախկոտ էր, Գեդեոնը ավելի վախկոտ էր, 10 անգամ փորձեց, 10 անգամ, չէ, Աստված չեմ հավատում ասում էր, թող առավոտը զարթնեմ, տեսնամ ցողը, ցող չկա։ Վերերկեմ տեսնել չոր է, գետինը ցող չկա։ Ասում չէ, կլինի վաղը բեկենամ, տեսնամ ցող կա։ Վերերկեմ տեսնամ ջուր է սաղ գետինը։ Հասկանում ես, այս սենց մարդը, ես էլ եմ ըտենց, հավատացեք, ես գիտեմ, որ այս հրաշքով եմ ես առել, առողջից, այդ հողը, այդ ամեն ինչ, այդ ամեն բանը, բայց գալիս է ժամանակը կասկած, գալիս է ասել, լավ ոնց եմ, այսքան դուր ոնց եմ դնելու, սիրելիս մարդ մի հատ տուն է սարքում, իր տան համար, մի հատ դուր է սարքում, ընդեղ ելմա, մի հատ զուգարանի դուր, հələ բաղնիկ զուգարանը մեկ ալի, մի հատ դուր ալի, մի հատ սենյակի դուր, սպալնայի դուր, եթե 3 սենյակ անում, թող 3 հատ դուր ալնի,
մի հատ միջանցքի դուռ։ 18 հատ դուռ, 18 հատ դուռ, ես իմ 10 հատ զուգարան։ Լավ, եթե 5 հոգի են, 5 հատ կրավատ, 5 հատ մատրաս, 80 մատրաս, ո՞նց է։ Այդ դրանք սաղ այդ 80, որ ասում են, դու մի մտածի հետ, այս սրանք թշնամին է, որ կայնած է իմ դեմ։ Ես մենակ եմ, Սամվելը կողքս է։ Թուրս հերիքա են ասում, դրա տես։ Ինքը կողքս չէ, դրա համար ասում հերիքա։ Թուրս չկա։ 80 հատ, այդքան կրավատ, այդքան մատրաս, մեկը մեկից թանկ, 150 հատ աթոռ, հատը 1700 ռուբլի, մի 100 հատ են կուխնյայում աթոռ, աղոտքի սենյակում աթոռ դնենք, թե սաղս չոք ենք, ոնց է կարծում, չոք ենք, չէ, տես ճուզը, վախում արդեն, մի 80 հատ են դեղ աթոռ, հələ մի հատ մտի դրա մեջ, մի հատ արի այդ զորքի մեջ, արի տես, արի կանգնի այդտեղ, ու այդ սաղ մի օր ես դուրս գամ ասեմ Ահարոն, բրդեմ Ահարոնին առաջ, որ հիշում եք, չէ, այն հայելի մեջ, որ բրդում են ասում են, չվախես, մենք հետդ կանգնած ենք, որ տան մեկ կայնացնում են, որ մեկին բրդեմ առաջ, լասեք, ասմա Սամվելին, հələ դրա տես, կգաս ընդեղ, չէ, ձյաջվիչ։ Բայց մենք ամեն օր տեսնում ենք հրաշքները։ Ես ու այս մարդը ամեն օր տեսնում ենք հրաշքներ։ Ամեն օր։ Տերը հանում է, բերում է մեկին, ասում է, ես քեզ։ Տերը հանում է, բերում է այսքան։ Շատ չի տալիս։ Սենց է տալիս։ Մանանայի պես ամեն օր իրա բաժինն է տալիս, բայց չպետք է հոգնես, թուլանաս, կանգնես, գնաս, հաղթես, տեսնաս, Տերը ինձ տվել է այսքան մարդու համար պատասխանատուր։ Տերը ինձ տվել է այս հոգիները շահեմ, Տերը ինձ տվել է այս հոգիները տանեմ, Տերը ինձ տվել է այս հոգիների համար պատասխանատու լինեմ, Տերը ինձ տվել է տանեմ տրեստիաս, գան, հանդիպեն Տիրոջը, մնան դեռ փռվեն երեսի վրա լացեն, ես ուրախանամ, թող իրանք լացեն, ես ուրախանամ։ Ես սպասում եմ այդ արդյունքներին։ Դրանք կոչվում են երջանկության արդյունքներ։ Ես սպասում եմ, որ գա ու ես երջանիկ, ուրախ լինեմ ձեր ամեն մեկի ապաշխարությունը տեսնալով, իսկական ապաշխարությունը, իսկական հանդիպումը Տիրոջ հետ տեսնալով։ Այնտեղ որտեղից չես ուզում տուն գնաս, այնտեղ որտեղ դու արդեն տունն ես քեզ զգում։ Լսի, ես իմ տունն ունեմ արխային, բայց ես այնտեղ ավելի լավ եմ զգում, չեմ ուզում այնտեղից գիտում գամ։ Ես գիտեմ, այս տունը շատ-շատերի համար, հանդիպման տունը շատ-շատերի համար, որտեղ կլինի Սուրբ Հոգու հետ հանդիպում, մեր երիտասարդների համար, տարիքը անցնում է, ես երիտասարդականում եմ հանդիպել Տիրոջը, ու շատ ամուր եմ կպել Տիրոջը, հենց երիտասարդականում, չեր հասցրել զիբիլ լծվեր մեջս, չեր հասցրել, շատ կարևոր է, ջանք թափի, որ քո երիտասարդ երեխեն, հենց այս տարի, հենց այս ամառ արդեն ճամբարներ ունենանք, հենց այս ամառ, մենք կարանք, ես մտածում եմ, ամսի 6-ին անենք բացումը, նու, ասենց ասում եմ, հայտարարում եմ արդեն։ Բացում, ինչ սարքել ենք, այդքանը կբացենք։ Մի սենյակ ենք սա, մի սենյակի բացում կանենք։ Չի կարելի է, ես մի սենյակով ուրախանում եմ, չգիտեմ դու ոնց։ Մի զալն ենք սարքել, մի զալով կուրախանենք։ Փոքրն ենք սարքել, ինչքան ենք, այդքան կգաս կտեսնաս, այսքան եմ կարացի անել։ Իրար հետ հավաքվենք, եկեղեցու ծնունդը անենք, ամսի 6-ին, բոլորս միասին։